Հավաքական ընդդիմությունը շուրջ 60% ձայն կարող է գեներացնել։ Նիկոլ Փաշինյանը իր կողքի ուժերով, մենակ չէ, իր կողքի ուժերով կարա 40%-ի կարգի ձայն գեներացնել։ Հիմա որպեսզի Նիկոլ Փաշինյանը հաղթեն, եթե ուզում են հաղթեն։ Եթե իհարկե ուզում ենք, ուրեմն պետք է դուք հոգնեք, խոսեք նաև ձեր անունից։ Ես որ իմ անունից եմ խոսում, այդ առաջարկը իմ անունից եմ անում, չէ՞ պետք է այդ 60%-ը պետք է տանել։ Ոնց բացատրում եմ։ Հիմա եթե ուզում են այդ ձայնը տանեն, պետք է անպայման լինի դրան սպասարկող ընդդիմադիր product։ Պետք է հավաքվել, մշակել այդ ընդդիմադիր product-ը։ Իմ կարծիքով, կարող ասեն դու սխալվում ես, թող իրանց ասեն։ Դա մեկ բևեռն է ընդդիմադիր։ Միասնակ։ Հիմա եթե մեկ ընդդիմադիր բևեռով գնան, ավարտված է, Նիկոլ Փաշինյանը պարտվում է այդ ընտրությունները։ Եթե չէ, մենք ունենք Էջմիածնի փորձը, մենք ունենք Վրաստանի փորձը, եւ ունենք Գյումրիի փորձը, որը այլևս չկա այդ փորձը, որովհետեւ դերակատարը բանտում է։ Հիմա արդեն դեռ Գյումրիի նման մոդելը չկիրառած Հայաստանում, ամենախոշոր դերակատարը կալանքի տակ է։